Սև գույնի Hyundai Elantra մագնիշի 37BY-78 պետհամարանիշի ավտոմեքենայի պատկանելիության դրա սեփականատիրոջ ձեռք բերման տարեթվի մասին և տվյալների բազայում առկա այլ տեղեկություններ։ Անհրաժեշտ կա ոչ հիմնավորի։ Այո, միանշան։ Ուրեմն դատավարության ընթացքում ես բազմիցս նկատել եմ դատարանի բակում, որ մեղադրյալ Կամսար Միքայելյանը դատարան է գալիս նշված մագնիշի և պետհամարանիշի ավտոմեքենայով, ինքը իր գործի նյութերում առկա տեղեկություններով նա սեփականատեր է հանդիսացել մեկ այլ մեքենայի, Mercedes մագնիշի այլ մեքենայի և ինձ համար տարակուսելի է, քանի որ ես ունեմ դեռևս հիմնավոր է ինձ համար այն ընդդում կասկածը, որ այս հանցագործությունը ունի նաև պատվիրատուներ, ես հիմնավոր կասկած ունեմ, որ հնարավոր է, որ այս տեղեկությունները պարզելու միջոցով մենք հնարավորություն ունենք տեղեկություններ պարզել ենթադրյալ պատվիրատուների վերաբերյալ, առավել ևս, որ Կամսար Միքայելյանը նախաքննական մարմին և նաև դատարանում հայտարարել է, որ ինքը որևէ տեղ չի աշխատում, հետևաբար, եթե մարդը չի աշխատում, ուրեմն ինքը չի կարող նաև ձեռք բերած դնել մեքենա, և եթե նա վարում է մեքենա, ապա կարևոր է իմանալ, թե դա ում մեքենան է և արդյոք դա կարող ունենա ենթադրյալ պատվիրատուի կամ նրա կողմից հովանավորվող որևէ այլ անձի միջոցով։ Եվ եթե մենք հիմա հարցում անենք ներքին գործերի նախարարությունից և ունենանք տեղեկություններ այդ մեքենայի պատկանելիության վերաբերյալ, այլևս դրա վրա կառուցված դատողություններով կարող ենք նաև դուրս գալ հետքի վրա ենթադրյալ պատվիրատուի իմաստով։ Հարգելի դժոխ, նայեք, ձեր կառուցած ամբողջ խոսքը իմ մոտ ամենևս այդ տպավորությունը ստեղծվեց, որ նախաքննություն իրականացնենք ինչ-որ հանգամանքներ պարզելու կամ մեքենայի պատկանելիությունը կամ ով է տրամադրել։ Անկեղծ ասած, այս փուլում տենց ընթացակարգ ինձ համենայն դեպս հայտնի չի և առկա էլ չի, կարող եմ լսել կողմերի կարծիքը, բայց քանի որ հենց այդ առաջին միջնորդությունն էր սա որպես այդպիսին, հա, կարճ ներկայացնեմ այս դատավարական ընթացակարգի, այս դատավարական փուլի տրամաբանությունը։ Մեղադրանքի հետ կապված այն ապացույցները, որոնք որ դատական նիստի ընթացքում հետազոտվել են, ըստ էության կողմը, եթե գտնում է, որ բավարար չի ինչ-որ մի այդ մեղադրանքի շրջանակում հանգամանք հաստատելու համար կամ հերքելու համար, հա, պաշտպանական կողմից, միջնորդություն է ներկայացնում ապացույցները այլ ապացուցողական գործողություններ կատարելու կամ ապացույցների ծավալը լրացնելու, բայց մեղադրանքի շրջանակում դա պետք է լինի և դա չի կարող այն տրամաբանությամբ լինի, որ մեկ այլ վարույթ նախաձեռնելու ուղղված գործողություններ ծավալվի։ Այդպես ընթացակարգ և այդպես հնարավորություն դատարանը չունի որպես այդպիսին և բազմիցս այս հանգամանքին անդրադարձել ենք և այս բանը ևս մեկ անգամ կանդրադառնա, որ եթե ունեք որոշակի կասկածներ, եթե ունեք որոշակի հիմքեր, փաստեր, որ առկա է եղել մեկ այլ ենթադրյալ արարք, որը որ չի քննվել կամ ոչ պատշաճ քննվել, համապատասխան հաղորդմամբ կարող եք հանդես գալ և դիմել համապատասխան մարմիններին։ Դատարանում մենք քննություն ենք իրականացնելու բացառապես այն մեղադրանքի շրջանակում, որով որ դատարան է եկել այդ մեղադրական եզրակացությունը։ Մենք առարկություն ենք դատարանի իր որոշմանը դրված, որովհետև դատարանը այս պահին ըստ քրեական դատավարության օրենսգրքի հանդիսանում է վարույթ իրականացնող մարմին։ Դատարանը կոչվում է իր անվանումը որպես ընդհանուր իրավասության քրեական դատարան և դատարանը ոչ մի իմաստով չի կարող կաշկանդված լինել նախաքննություն իրականացրած մարմնի գործողություններով և նրա կայացրած որոշումներով, ավելին դատարանը իր ընդհանուր իրավասությունների մեջ իրավասու է և կարծում եմ նաև պարտավոր է իրավական գնահատական տալ նաև նախաքննություն իրականացնող մարմինների գործողություններին։ Իսկ դրա մասին դատարանը բավարար տեղեկացվածություն ունենալու համար պետք է ուսումնասիրի փաստեր, ձեռք բերի ապացույցներ և դրա հիման վրա կայացնի որոշումներ, որովհետև մեղադրանքի հետ կապված դատարանը մեր կարծիքով կարող է կայացնել ամբողջական որոշում այս հանցագործության ամբողջ հանգամանքները պարզած լինելու պարագայում։ Եվ եթե նախաքննական մարմինը չի իրականացրել կամ պատշաճ կերպով չի իրականացրել իր գործողությունները, մերժել է մասնավորապես նախաքննության փուլում մեր կողմից ներկայացված միջնորդությունները, որոնք հիմնված են եղել հենց հանցագործության առաջի օրվանից սկսած
մեր տված ցուցմունքների, մեր տված բացատրությունների վրա եւ չի իրականացրել պատշաճ վարորդային գործողություններ, մենք չենք կարծում, որ դատարանը կաշկանդված է քննիչի կամ հսկող դատախազի այդ պահին կայացած որոշումներով։ Եվ որպեսզի դատարանը ամբողջությամբ կարողանա արժանի իրավական գնահատական տալ մեղադրանքին, նա պետք է հանցագործության ամբողջականությանը բացահայտելուությամբ ջանքեր գործադրի։ Եվ եթե դա նախաքննական մարմինը, օրինակ, երբ որ նախաքննությունը ավարտների մասին մեզ հայտարարվել է, մենք առարկություն ենք ներկայացրել, առաջարկելով, որ գոնե առանձնացվի գործը, այսինքն գործը առանձնացվի իրագործողների իմաստով եւ շարունակվի վարույթը ենթադրյալ պատվիրատուների բացահայտման իմաստով, բայց նախաքննական մարմինը որոշումը չի կայացրել եւ ըստ էության իր մեր կարծիքով անգործությամբ եւ անարդյունավետ որոշումներով ծանրաբեռնել է դատարանը։ Բայց դա իրենք կայացել են այդ որոշումը, բայց դա չի նշանակում, որ մենք պետք է խուսափենք մեր իրավունքների պաշտպանությունից եւ հիմա եթե վարույթը նախաքննական մարմնից տեղափոխվել է դատարան, ապա հիմա դատարանն է վարույթ իրականացնում։ Շատ է։ Հետևաբար մենք մեր բոլոր որոշումներն ու մոտեցումները ներկայացնում ենք գործի շրջանակներում ընդհանրապես, այլ ոչ թե մեղադրանքի վերաբերյալ որոշում ենք կայացրել քննիչն ու դատարանը։ Շատ է, ձեր առարկությունը արձանագրվեց, լսեմ կողմերի կարծիքը որոշում կայացնեմ։ Մեղադրով հետո պաշտպան, խնդրեմ։ Բազմիցս կայացել ենք նշված հարցին եւ ըստ էության դատարանի կարգավորման